Այնտեղ 6 կետ էր։ Կետերից մեկը հավելագրումների մասն էր, որը դատարանը ապացուցված չի համարել։ Հիմա նորից կրկնում եմ, եթե ունեցել ենք 2000-ից ավել նյութական պատասխանատու, անհատ, անձինք։ Հիմա դա նույն բանն է, անկեղծ ձեզ ասում եմ, որ մեղադրել սեփականատիրոջը ինչ-որ մի համայնքում, ինչ-որ մեկի կողմից կատարված հավելագրմանը, դա նույն բանն է, որ օրինակ ինչ-որ մի հատ պետական մարմնի հասարակ աշխատող կաշառքի վրա բռնվի, փոքրիկ խմբակի ղեկավարին մեղադրեն կաշառակերության մեջ։ Նույն բանն է, ուղղակի գիտեք ոնց խափում է, պարզ, սուտ է խոսում։ Հազինյան եւ տեղեկություններ կար, որ կառավարությունը հետցին $380,000 է առաջարկել վաճառելու համար։ Նարեկ Կարապետյանը այս հարցը անպատասխան թողեց, չմեկնաբանեց։ Արդյոք սա ճիշտ է եւ ինչ եք պատրաստվում անել, քննարկվում է այս հարցը թե։ Ճիշտ ասած, այդ համապատասխան փաստաթուղթը ինձ էլ են ասել, որ արդեն լրագրողների ձեռքում է, լրատվամիջոցներից մեկը։ Լրատվամիջոցներից մեկը մենք չենք ցանկանում դա հրապարակել, հաշվի առնելով շատ հանգամանքներ, բայց հաշվի առնելով թուղթը հրապարակված է, ուղղակի հերթական անգամ պետության վերաբերմունքն է մասնավորի բիզնեսի նկատմամբ։ Նարեկ Կարապետյանը շատ ճիշտ է անում, որ չի անդրադառնում այդ թեմային, ինչի համար, որովհետև ինչպես բազմիցս ես նշել եմ, Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու, տեսնելով երկիրը ուր է գնում եւ ինչ վիճակում է, այստեղ խոսել հեծի կամ իր կորցրած կամ բանակցությունների մասին կարծում եմ ճիշտ չի։ Կընդունեք այդ առաջարկը չեք ընդունել։ Իհարկե ոչ, այդ առաջարկը որ մի բանական կամ տրամաբանություն ունեցող մարդը կարող է ընդունել։ Ընդհակառակը այդ ներկայացնողին պետք է, այսպես ասած, ուղարկել համապատասխան մասնագետի մոտ։ Պարոն Հազինյան, հարցը մի փոքր կիսատ մնաց, կարող եք հստակեցնել այդ մեկ միջոցը, որով կարելի է այդ ձեր ասած հարցի լուծում կար, այսինքն դա տեստ հանձնի, պարոն Փաշինյանը, կարող եք հստակեցնել, ինչ նկատի ունեք։ Դուք ասացիք։ Բայց դա նկատի ունեք։ Դուք ասացիք։ Կա այդպիսի Օրինակ, հնարավոր սնկի։ չեմ կարող ասել, ես խոսքը սնկի մասին չի, ես հոգեվիճակի մասին եմ խոսում, որը հավատացած եղեք ունենք համապատասխան մասնագետներ։ Ինչի չեք ուզի կրկնել, ոնց կարող է պատահի, կներեք 1000 անգամ, չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց ինչ է նշանակում, եթե չեմ սխալվում, իրավական ձևով դատարանում ուտացնել եւ այլ։ Լավ էս երկիրը ընդհանրապես իրավապահ համակարգ չունի կամ իրենք իրենց կողքը գոնե առաջի իրավաբանական ֆակուլտետի առաջի կուրսի ուսանողի գիտելիքներ չունեն, որպեսզի հուշեն համապատասխան անձին, որ այդպիսի իրավական ընթացակարգ գոյություն չունի։ Այսինքն այդ հայտարարություններին անդրադառնալը մեզ պատվից ցածր է, հավատացեք։ Նորմալ է քավարը, որ քաոզաշտողը այսպիսի, այսպես ասեմ, մակարդակից է սկսում, դա երկկողմանի է, հա, թե իշխանության է, թե ընդդիմության է։ Հիմա խոսում թողեք քաոզաշտողը մեծ ձեռքից։ Այսինքն ոչ թե առաջարկներով ինչ-որ քաղաքացիներին, այլ փոխադարձ այսպես վիրավորանքները։ Փոխադարձ վիրավորանք որպես մեր կողմից ամենայն դեպս վիրավորանք չկա, ասեմ ինչի համար, մենք փորձում ենք փաստել ինչ որ տեղի ունենում, որովհետև համոզված եղեք, որ այդ մարդու վարքագիծը, ոնց ասեմ, շատ դեպքերում նորմալ չի։ Այսինքն վերջին հաշվով երկրի ղեկավարը, հիմա մեր ուժի ղեկավարը փորձում է հասկանալ, թե դա այսպես ասած ինչից է գալիս ու կարծում եմ, որ մեր ժողովրդին էլ դա պետք է հետաքրի, կարծում եմ ժամանակը գա եւ ամեն ինչ պարզ կլինի։ Թող դիմեն։ Համեցեք։ Ես կարող արդեն ասել եք ուշ մոտեցա, հեծի գնի այդ կապվածությունների հարցն իսկապես այդ գիններ առաջարկվել ընկերությանը, որի մասին Դե այդ նամակը արդեն ձեր ձեռքում կար, չէ՞։ Հա, եւ պատճառը որ չէիք համաձայնել հենց Չէ, այսպես ասեմ, մենք բանական լինել ներես։ բնականաբար նաև պատճառներից մեկն էր, բայց այսօր հեծին չանդրադառնալ ունի մի նպատակ։ Հաշվի առնելով երկրում տիրող վիճակը, հաշվի առնելով մեր
պետության արչև այսպես ծառացած մարտահրավերները, այսօր հեցի մասին խոսալ հավատացեք ճիշտ։ Լավ, քարոզարշավի մեկնարկը այսօր արդեն պաշտոնապես տրվեց։ Մի քիչ կմանրամասնեք, ինչ ձևաչափով են քանալու, ինչ եք առաջին հերթին փորձելու ընտրողներին հասցնել, որն է ձեր գլխավոր նկատի գլխավոր խնդիրը, որ բացի այդ բանավեճերից նաև չգիտեմ, ծրագրեր եւ այլն կարողանաք տեղ հասցնել, ինչ մոտեցմամբ եք։ Մեկնարկը այսպես ասած տրվեց 3 ձեր օգնությամբ, հաշվի առնելով, որ բոլորը ներկա եք պարոն Կարապետյանի ասուլիսին, չէ, որերը կա տրվել, մի հատ էլ դրա համար թող դատի տան։ Ինչ առումով եմ ասում 3 մեկնարկը տրվեց, հաշվի առնելով, որ առաջի անգամ պարոն Կարապետյանը հնարավորություն ունեցավ, ցանկություն միշտ ուներ, բայց հնարավորություն ունեցավ այդ ձևաչափով։ Եվ եթե զգացել եք, այսպես բոլորս մեզ հետ անկեղծ պետք է, եթե զգացել եք շատ զգույշ եւ շատ ճիշտ էր խոսում, այսինքն ասում էր բաներ, որ հիշում եք շեշտում էր 5 տարի հետո գա կհարցնեք, կտեսնենք։ Ես կարծում եմ, որ դա ոչ մեկ թող չնեղանա, բայց դա շատ նոր ձևաչափ է խոսել 100% ճիշտ, այսինքն չասել պոպուլիստական կամ քաղաքական ինչ-որ բան, ինչպես նշում են քաղաքականության մեջ այդպիսի բաներ որոշակի չափով թույլատրելի է, բայց մեր ուժը եւ իր ղեկավարը ասում է այնպիսի բաներ, որոնք 100% կատարվող են եւ կատարվելու են։ Ինչ վերաբերում է ընթացքին, Աստված մեզ հետ, մենք այսպես ասած հավատքով դեպի Աստված, հավատքով դեպի մեր ժողովուրդը գնում ենք առաջ եւ համոզված ենք, որ չգիտեմ արդեն որ բառն ասենք, որ ճիշտ լինի։ Լինելու է ուժեղ Հայաստան։